Սա ասեն կոչվում է իքիպիր։ Մի հատ սև թոք, մի հատ տմակ, մի հատ սպտակ թոք, ու էլի կրկնում անորից։ Իրանց կյանքին եմ նայում, Կեսը խորոված, կեսը խաշլամա։ Գծում եք պանիր եք գծում, մշակում, յուղ եք հանում, հետո ամբողջ տարին երիքում։ Ոչխարի բանջի պահանջակ շատ։ Օխայ, կինաջերան, խալադելիքի ջուր է։ Տեսենք հարսանիքի մեքենան ստեգը բարձանա։ Ay babacığım. Լրագրողուհին ասում է լավ բարորդը, ասում է մեզ մարդը ստեղ արեք, ինքն է գծրես ճամփենքը, ոնց կարա չիմանա։ Բայց որ մեկ նստում ես ավտո և ռուլին վրա, գոռում ես գյոլ իրան հետունա, չէ։ Բանամ ես չկամ, ինքը դեպք։ Կոտայքի մարզ գեղամալետնաշղթա, աժդահակ լեռան ջեր, վիշապալճի, հարակից բարձրադիր եզդիական արոտավայրեր, կամ ինչպես ընդունված է եզդիների մոտ ասել, յայլաներ։ Հենց այստեղ են տեղափոխվում բազմաթիվ եզդի ընտանիքներ ամռան ամիսներին։ Հունիսից սկսած մինչև օգոստոսի վերջ յայլան դառնում է նրանց բնակության և աշխատանքի հիմնական վայրը, որտեղ կազմակերպվում է ընտանիքի առօրյան և անասնապահությունը։ Հենց բարձրալեռնային արոտավայրերն են այս շրջանում ապահովում անասունների համար լավագույն կերը։ Նրանց համար յայլան ոչ միայն ժամանակավոր բնակավայր է, այլև տնտեսավարման և ապրուստի հիմնական միջավայրը։ Այստեղ մարդիկ առավոտից երեկո արևի, տոթի, ցրտի և քամու տակ աշխատում են։ Երեխաներն էլ իրենց ծնողների ամենօրյա տանջանքին հաղորդակից ապրուստի վաստակման դժվարություններն արդեն իսկ զգացած լուռ ու համեստ օգնում են իրենց ծնողներին։ Մեր հերոսի Քյալաշի ընտանիքը սրտաբաց հյուրընկալում է իրենց բոլոր հյուրերին, անկախ ազգությունից։ Իրենց կենցաղի մասին պատմելիս պարտադիր նշում են, այս ապրելակերպը իրենց պապերից է փոխանցվել, սակայն սա ոչ թե մշակութային կամ ազգային բնութագիր է, այլ դարերով ձևավորված կենսակերպ։
Բայց Բալաշը մեծ պատիվ արել, սա գառա բերե, մենք էդի լավ հասկանում ենք։ Մենք այսօր հյուրընկալել ենք Մղչյան գյուղի բնակիչ Քալաշի ագիտի այս օբայում յուրտում, որտեղ ինք իր ընտանիքով զբաղվում է անասնապահությամբ։ Եվ նրանց պապենական այս նստավայրն է, եւ ինքը շարունակում է այսօր մենք հույր ենք, մատաղի առողջություն արվում, այս մատաղը արվում է այս սարերի պահպան հրեշտակի արդիվ, հրեշտակների։ Նվիրաբերությունը արվում եւ այս որպես մատաղ պետք է օրհնվի ըստ մեր արողության։ Էլի։ Լավ։ Selam ale kabul cennet menet cennet benur daya resul kavli etem ismi khatam makumakonantam dalil mece konum emrece elalekum taci kele şo bagit qadar rızkı tesedeke brava qurbana ber qada belakeve ber başo mir müleket cazuzana keve mirazet helge dagarata ve rahmet debavete ve qadar rızkı tesedeke yakata hazır ve bra qurban kabul ve ber vakti keve Amin, amin. Ve bükşine. Բայց դա Շուշան ջան, ապետի շներին նայես, որ իրանք էլ գիշերը գելերին քշել։ Իգարաչական չի, միլիսու գալիս է։ Պարզ է։ Հիմա չեք դասավանդում։ Չէ, ուշակի անցած ուզի։ Հա։ Գալիս են, շատ են գալիս։ Տուրիստներ շատ են գալիս։ Շոտ։ Հեսա շոքերին սաղոր ընդ լողանում են կուպալիկներով։ Հա։ Այն բանը։ Գյոլը։ Հա։ Իսկ ձեր կենցաղով գալիս հետաքրքրվում են։ Այ, իհարկե, մաշեն գալիս։ Գալիս են, հարցնում են, Ի՞նչն է իրանց հետաքրքիր օրինակ։ Իրանց ազգ կա, որ գալիս է անընդմեջ էշին է նկարում։ Ազգ կա ուլերին է նկարում։ Ազգ կա մեզ է նկարում։ Այ գորոշին դուրս է գալի անձրև որեկելը։ Մենք հարևանները այստեղ են մնում։ Այս տարածքում։ Հա, այս արխաճի տեղ իրենց։ Մի քանի օրից նոր կգա։ Իրանք էլ են ընտանիքներով գալիս։ Հա, իրանք իրենց բոլոր։ Հա, բոլոր։ Այս տարի փուճուր բալիկեր են իրանք 7 ամսական։ Փուճուրին էլ են բերելու։ Ես իմ երեխեքին ստեղ եմ մեծացրել։ Ամսական վերցրեք։ Սարերում են մեծացել էլի։ Հա, այս սարերը ամեն մի քարը թուփը իր պատմությունը ունի։ Բայց ուրիշ կյանք կուզենայիք ձեր երեխեքի համար։ Հա։ Նախատեսում եմ ու ցանկանում եմ իրանց։ Նախատեսում եք։ Այո, ես չեմ ուզում այս կյանքը իրանք տեսնեն, ինչ ես ու ամուսինս ենք տեսնում։ Էլ չեմ ուզում։ Պատմություն կա այս արել են մեր նախապապերը, հայրերը, բայց հիմա երիտասարդությունը չի ուզում էլ։ Ոնց որ ձգտում են Ապրելակերպի փոփոխություն։ փոխեն։ Օրինակ ես 5 աղբեր ունեմ, 5-ն էլ դրսերում են։ Թորի տեր են արդեն։ Մեծ են, քրերս են 5 քուր 5 աղբեր են։ 10 երեխա են, ամենավերջինը ես եմ։ Արտասահմանում են իրանք։ Դրսերում են։ Օրինակ ես ու 2 քրերս ենք ստե մնացել։ Ստեղ եք ամուսնացել։ Իրանց կյանքին եմ նայում, իմ։ Անդե լավ է։ Դե տանջանքը ստեղ շատ ավելի Շատ է, հա։ Մեկ հարևաններից որ ինձ ասում են, ինչ չեք գնում դուք էլ, սաղ ձերում կնդեղեն, ասում են, ինձ Հայաստանի արևն է ջերմացնում, դրա համար չեմ գնում։ Բայց իրոք տենց է։ Հա, սովորել եմ ստեղի հողին, ջրին, չեմ ուզում տնից կտրվեմ։ Դա մի 2-3 ամիս է գալիս ենք ստեղ, մինչև գալիս եմ էլ ոնց որ զոռով ինձ վերեն։ Ապրելու միջոցը սա է։ Ես էլ այլ անասնաբուծությամբ են զբաղվում մարդիկ, ոնց են հող մշակում, գյուղատնտեսությամբ զբաղվում, ես էլ անասնատնտեսություն է, ես էլ։
Զբաղվում են սրանով իրենց ապրուստի միջոցն, կթում ենք գառները, վաճառքի ժամանակը գալիս է վաճառում։ Մի ժամանակ բուրդը վաճառվում էր, հիմա չէ, արդեն քանի տարի է։ Արդեն բուրդը չգիտենք ինչ անենք, որտեղ կոծկենք։ Պահանջարկ չունի։ Չկա ընդհանրապես, չեն էլ ուզում մարդիկ։ Էլ հետ վերմակ դոշակ դուրս այկեսիցի բուկել ուխտի բուրդ։ Էլ ես իմ ինչ չեն գնում դեպի բրդին։ Իսկ կաթ ու պանիրը իրացնելու խնդիր կա, թե վաճառվում է միշտ։ Վաճառվում է, պանիրի, ոչխարի պանիրի պահանջարկը շատ է։ Գնում է, տավարին էլ, ինչու չեմ դժգոհում ես։ Տավարել եք պահում, ես գիտեմ։ ունենք։ Ունեք։ Առավոտյան այս կողմերն են։ Ոչխարները հենա գալիս են։ Այնքան էլ շատ չենք պահում։ Այդքան է շատ չեն։ Դուք եք չես աղանում կթելը, պանիրը։ Ուղղակի ցեխեր տեղը չարեցինք այսօր։ Եվ մի քիչ կտականա արդեն էդ էլ կտու։ Չորանակ սկսեմ, կթել եմ, նշի որ 3-4 օր իրար հետևից կթում էին։ Փոխախանդություն լինի, ընտանիքում հանգստություն լինի, առողջություն լինի, գործն ինչ։ Օրերը երկար են։ Քիչ-քիչ կանենք։ Խմենք մատաղ ընդուլելնի, եվս մատաղը նվիրում է սարերի պահապան հրեշտակներին, մատաղ ընդունելնի մատաղ, աստված։ Հիմա այդ ինչ եք անում շղ։ Դնելու մեջ բադրջանը։ Հա, դմակա դնելու եք բադրջան։ Ժողովուրդը բոլորը հիմա այս պահը անում են, այս բանի մեջ, այս սմբուկի մեջ դնենք գարի դմակ։ Սա նորություն չի, պետք է անեց ասկացվի, որ ասենք դմակն էլ հետ է, շիշի մեջ լինի։ Ստեղ, ես էլ արդեն խորովածի համար է։ Եսի պոչկան է, ասենք երկու մասի է բաժանվում, մասը, սեպ թոքը, Պետի շպրտի շամը, շների մեկին տուր, Որին տան, որի հետ։ որին քո համար ավել հոգի առազատ է։ Դմակ եկամ յուղայի մասը ճրակում կսում են, որ չոր փետ է, փայտի կտոներ չթռնի, մսին չկմնելու համար, իհարկե, ուղղակի համ մաքուր է պահում, համ էլ փափուկ է պահում։ Ըստ էս սարում Երիկա բացյան, ծերի բերի։ անասունը աղով կերակրում են, աղ են տալիս անասունին։ Եթե աղ չտան, այդ աղը ամրացնում է բնական իր օրգանիզմը հիվանդություններ շուտ չվերցնելու եւ ախորժակի համար։ Որտեւ սարի խոտը աղ չկա մեջը։ Մատա տղել ենք, մենք մեր մատ է, Կեսը խորոված, կեսը խաշլամա։ Ես պրոստը կապեի։ Այս դոշը հետում է խորոված։ Էդի թոմնա։ Էսի խաշլամենա։ Հա, էսի խաշլամենա։ Հա, մի 3 հատով համ որտե վրան այդքան էլ բան չկա։ Հատեցի չառանձնացնել։ Զգուշ։ Դու քեզնից զգուշ։ Քոններ չկտրեմ ես անգամ։ Չի միսը քչություն է անում։ Էս էլ համ, երկու կտոր արա։
Սա ասեն կոչվում է իքիբիր, այդ բլյուդան խորովածի, մի հատ սև թոք, մի հատ դմակ, մի հատ սիպտակ թոք, ու էլի կրկնում անորից։ Կարան սև թոքի բանի փոխարեն եւ միս օգտագործեն։ Միս դմակ։ Դմակի յուղի մեջ տապակվում է ինքը։ Քալաշ։ Հդաղ վրա փարդը բոժ մեսարարի։ Հիմա իքիբիրը գարան փորի վրա յուղը որ կա, փարդը է կոչվում։ Ու սենց այսենց բերվում այսենց փաթաթում է վրան սա ընդունված բլուդ է, այմա շատերն են անում Քալաշ դագր։ Հա, գամոկեմ։ Դագր։ Արի, կոպաղած կողբերեք Եկ հայբ տեղոն Հա Էդի խաշլամա Արի խաշլամա Ես բաժակով խմենք Քալաշի օջախի կենացը Իշ նպատակով եկել եք այս սարերում տանջում եք այդ նպատակին հասնեք Ezdi de sor salxateu nepereteu rostem. Salxate. Ezdi xana vançav zozana çuku mesam. Serç aymirodne. Oga gdikuti de şirim. Hoştemi. Ona ekmek bir an Ապեքալը շնորհակալ եմ մեզ ընդունելու համար։ Բարով եք եկել։ Խնդրեմ ներկայացեք։ Ես Քալաշն եմ, Հորոս անունը Ագիտի Ռզգի Աթաշի Միրզի Բելո։ Ձեր ապուպապերի անունները։ Այո։ Որտեղից եք եկել, դուք գաղթել Հայաստան։ Ղարսից Ղոզբաշ գյուղն ա եղել, պապերնական գյուղ է մեր, Ջավուբեկի Զորաբանն ա եղել, ուժեղ մարդիկ ա եղել։ 15 գյուղ իր տրամաչատակ ա եղել, 15 գյուղը ինքը իր ժողովրդի տիրություն արի։ Միջև 15 թիվ է եղել ժամանակ, ինքը իմանալով որ թուրքը պետք է հարձակվի, նախորդ իր ժողովրդին տարահանում է, դեպի Արաբիան Հայաստան։ Գալիս են Թալին, հետո եզդիներն ասում են Qajla Seyrani, Qajla Mara, այդ երկու գյուղերը եզդիական անուն են, հայկական անուն չունեն։ Հիմա չկան այդ գյուղերը կանվել են։ Մի քանի տարի ապրելուց մի քիչ սարա էլի քարատ է։ Հա ջրի պակասություն եղել, ծնողներս պապս, տատես գալիս են Սարիթաղ, քաղաք Երևան, Սարիթաղի դոշերը դե այդ են ապրում մի 4-5 տարի, մինչև 1930 թիվ է։ Արդեն կոմունիստական կուսակցությունը կոլխոզները որ ստեղծվում, այդից արդեն որ քաղաքն մի քիչ մեծանում է, գալիս են Մխշյան գյուղ։ Գյուղը Շարատի մարզ, գյուղ Մխշյան։ Միջև առայսօր դե եք ապրում։ Քանի տարի շարունակ ձեր պապերը եւ դուք արդեն բարձրանում եք յայլա։ 1930 թվականից շարունակ այս սարը կոչվում է Բեգի յուրտ։ Բեգն է արևմտյան Հայաստանից դեպի ազատ եղել։ Սամամամա գոյություն չի ունեցել։ Իր անասունը իր եկամուտը վերցնելով միջև ստե բարձրացել է, այս լիճը ինքնակ սարքե իր անասունը ջուրը խմել հողացել այդ խոսքի այդպես մնացել է Բեգի յուրտ իսկ հիմա ասում ենք վանկա լիճ գողտագյուլ այդպես տարբեր անուններ փոխվել բայց հիմնականում Բեգի յուրտ է կոչվում Նա դել տարածաշրջանը ասեք մենք հիմա սա ամավան լեռնաստ է շարունակում է այս կողմը նալ թափա է կոչվում այն ժամանակ հայ կարմիր սալը նալ թափա է կոչվում այս կողմը աժդահակն է Այժդակից այս կողմը Ղզեզ երատ է կոչվում,
սուրբ սարա կոչվում, 7 աղբուներ է կոչվում, հետո շարունակում է այս բագի յուրտա, այստից այն կողմն էլ Մարտունին է, մի 5-6 կիլոմետր եկող Մարտունի սարերն է, դեպի Մարտունի Քյավառ է գնում, այս է մեր տարածաշրջանը այստից է կոչվում, բագի յուրտ։ Մենակ ձեր ընտանիքն է, թե այլ ընտանիքներ են այսօր գալիս են, հարևաններ կան, մարդիկ կան, որ գալիս են մեզ հետ որպես հարևան, որ մենակ չմնա գոնե մարդը, որ մենակ արը մի քիչ դժվար է, որ հարևան ունեն, գոնե մեծ ասեղա պետք է լում, հարևանից դիմում ես ասեղա պետք է գալի, մի խոսքով։ Երբեք բարձրանում, երբեք իջնում։ Այս ամսվա 5-ից 6-ից սկսում ենք բարձրանալ, մինչև օգոստոսի 20-24-ը, քանի որ դպրոցական երեխաներ ունենք, երեխաները տանում ենք, որ հակուստ, մակուստ, մի խոսքով, երեստեր որ միշտ բարբաց ալով, այդ բարբացի եման միշտ մաքրում է երեխեքի երեստերը, Բայց սովորում են։ Իհարկե սովորում են։ Բոլորս, մեր տանիքը բոլորը սովորում են, աղբերները սովորող, մենք սովորող, մի խոսքով, մենակ ես եմ տարածապայծով զբաղվում, բոլորը սովորում են, եղբայրը սովորում են, երեխաները սովորող են, Շատերը օրինակ չեն հասկանում, թե օրինակ ինչու եք այլա բարձրանում։ Մի քիչ կարող եք նպատակը ասեք, հիմնական նպատակը ո՞րն է։ Հիմնական նպատակը ապրուստը է, այդ մեր եկամուտի աղբյուրը դից է գալի։ Քանի որ ուրիշ արես չունենք, պաշտոնյա չենք, մի գրիչ հարվածով խոսքի գումար աշխատենք, այդպես մեր ոնց որ ասած պապինական բանն է, աշխատանքն է, շարունակում ենք մինչև այսօր։ Բայց ձեր թորների համար կուզենաք այս կյանքով ապրել։ Չէ, երբեք չէի սականայի։ Կուզենայի սովորող լինեին, ձեզ նման լրագող խոսքի մի ամեն մասնագիտությունը խոսքի բժիշկ լինեին, ճարտարապետ լինեին, ամենատեպս ինչ որ հասնում ուսումին ես դեմ չեմ։ Ես կուզենայի, հիմա էլ թոր ունեմ 12-րդ ավարտել է, կուզենայի որ միտեղ տանենք, մի քիչ վախենում եք էլի։ Դե գիտես փախսերը կա, բա կա, ուզումները շատ են։ Այդտենց հետ կարգի, թե ես ցանկություն ունեմ, երեխաները սովորեն, թորերը սովորեն։ Մի քիչ էլ դժվարությունների մասին խոսեք։ Դե դժվարությունները հենա մեկ եկանք տեսանք, որ 3 երեկոյան անձրև է եկե։ Միշտ ցեխա, զրբեխա, անասունի տեղը միշտ խոնավա, մի խոսքով կարկուտա անձրևը տենում եք էլի, ինչ եղանակներ է կատարվում։ Ամպրոպնա ամպրոպետ միասին անձրև որ երկարագալի, դե գիտեք, պալատկա է, տուն չի, քարի տուն չի, պալատկաների տակը, պալատկան որ մի քիչ բաշխոտ կաթում, կաթի, անձրևի կաթի տակ եք ապրում, այդ էս ասեմ։ Շատ վատ, դաժե կաթում է այդ պալատկեն, եթե մի շինալու։ Այստեղ առավոտից իրիկուն անելու գործ կա, չէ։ Այո, դու սպասա պետք է անասուն անես առոտի, կեսօրին բերես եթե քիթ ես անում պետք է գծվի, գտից հետո գարը թողես որ տակը մորը խոսքի մի թեթև բայր օգտվող որ կիրակրվի, երեկոյան նորից ժողում եք, նորից ամեն քշեր, ցերեկ նույն գործ է։ Այնպես չի որ շաբաթ, կիրակի հանգստյան օր չունի։ Իսկ այստեղի ապրուստը ամբողջ տարվա համար է։ Այո, հա։ Ամբողջ տարին հերիքում է։ Խոսքի գտնում եք բաներ եք գցում, մշակում, յուղ եք հանում, հետո ամբողջ տարին հերիքում է։ Շատերը վաճառում են, չէ՞։ Հա, եթե մի շատ են պահում երկար եկամուտը որ շատ է, խոսքի ասենք, ավելի բնականը վաճառում են։ Բանջարքներ կա, համ բաների, համ էլ կարակի բանջարքը կա։ Իսկ քանի գլուխով ոչխար ունեք։ Մոտ 300։ Հա, այնքան որ մեծ հերիքում էլի, ավելի չեք դեպ, շատը չեք ձգտում։ Այնքան որ մեր կարողությունը ուժի չափում, մեր ուժ, հա, ուժը հերիք էլի, թե չէ նես չի որ շատ պահենք, չկարողանանք տիրապետենք, հազիվ տիրապետենք այդքանը, ընտանիքով եք անում աշխատողի կարիք չունենք, քանի որ քիչ է էլի, թեթև անասունը, հա։ Իսկ այնտեղ էլեկտրականության խնդիր, խնդիր, Այսը մի փոքր վերև կապ կա, մի 20 մետր եկոմային հետև է կապը բերում, հա, շատ հեռու չի կապը, ջուրը կա, աղբյուրներ կան, Այդտենց, հենա ծաղի ծաղկուկը տենում եք, արագ նկարեք, տեսնեք, նորմալ է։ Էլեկտրականությունն էլ արևային է, հա։ Հա, արևային ունենք, համ հեռախոսի զարակա դնելու, համ ռադիո լսելու, ամեն ինչը լավ է, նորմալ է։ Իսկ գայլերից պաշտպանվելու տարբերակը ո՞րն է։ Փառք Աստծո 4 հատ շուն ունեմ, շները պահում են, լավ են։ Մեր տեղական շներն են, որ ասում չոբանի, այդ չոբանի շներն են, լավ է պահում։ Այսքան հատ գայլից վնասեք տեսի, շները արթուն, գիշերները արթուն են, ցերեկը նույնպես։ Արթուն շներ են։ Մեկ էլ այս սեզոնին զբոսաշրջիկներ շատ են գալիս։ Շատ։ Համ ասես գալիս է բարձրանում են Աժդահակ, համ գնում են Քյավառ, համ գնում են Մարտունի մոտիկա էլի ասես։
հեծանիվով, մոտոներով, մեքենաներով, ոտքով, գալիս են հա հյուրասիրում ենք, մոտենում են, մածուն են ուզում, պաներ են ուզում, հաց են ուզում, շատ ժամանակ ջուր են ուզում, ջրի տեղն եք ցույց տալի, ջուր եք տալի։ Իրանց հետաքրքիր է, չէ՞, Շատ, դաժե նկարում են, մեզ նկարել եմ 15 տարի առաջ, այդտեղ YouTube-ը նոր էր, հա, ասա աշխարհը տեսել էր, որ մեր տանիքով մանավանդ կթի վաղտե նկարել էին, շատ հետաքրքիր է։ Հա, այսօր դե ոնց հասկանում ենք թաց է։ Հա, խոնավա, թացը չեն կարա, կիտանը գոնե այդ նկարեք չի լի։ Թե չէ, խնդիր չէր։ Շնորհակալություն։ Բարով եկեք, ես եմ շնորհակալ, շատ բարով եկեք, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Օլակինը շարի տող։ Ay, gınacıyan. Xaladiliki cüret. Շատ հաճելի է։ Դավո ջան, առողջություն քեզ, դա։ Դե լավ,